Եթերում հեռանկարն է։ Այս շաբաթ հայտնի դարձան այն 19 քաղաքական ուժերը, որոնք հայտ են ներկայացրել խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։ Այդ ուժերից երկուսը դաշինք է, նրանցից մեկը Ուժեղ Հայաստանն է։ Եվ իմ զրուցակիցը Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանն է, շնորհակալություն Տիկին Մելոյան մեր հրավերը ընդունելու համար։ Եվ սկսենք հետևյալից։ Պաշտոնապես հայտը ներկայացվեց եւ հայտը ներկայացվեց անվան փոփոխությամբ, օրենսդրական փոփոխությունից հետո դա էլ տեղի ունեցավ։ Սա որևէ կերպ փոխեց ձեր աշխատանքի բնույթը։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, այո, ի տարբերություն դաշտում գործող այլ քաղաքական ուժերի, ինչպես տեսակ, իշխանությունը այս պարագայում էլ որոշակի արհեստական հակաիրավական միջամտություն ունեցավ մեր դաշինքի պարագայում։ Մեր լսարանի համար իրազեկենք, որ դեռևս մարտի 31-ին մենք դաշինք էինք, հուշագիր էինք կնքել երկու այլ քաղաքական կուսակցությունների հետ եւ ընտրել ենք դաշինքի անվանում Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ։ Ապրիլի 7-ին մի քանի ժամվա ընթացքում սրընթաց կերպով որ օրենսդրական նախագիծ նախաձեռնություն ի հայտ եկավ քաղաքացիական պայմանագրի պատգամավորների կողմից, որի արդյունքում ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություն կատարեցին եւ արգելեցին անձնանունների կիրառումը։ Ասեմ ավելին, մենք անգամ այդ անունով գործընթաց ենք սկսել կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Ես որպես լիազոր անձնիվ եմ ներկայացրել, ԿՀ-ի կողմից հաստատվել էր այդ նույն անվանման օգտահաշիվը եւ այնուամենայնիվ տեսեք ոչ միայն նույն օրը մի քանի ժամում երկու ընթերցման անհապաղ արտահերթ եղանակով ընդունեցին օրենքը, այլև անհապաղ այն ուժը մտնելու վերջի կետուն էին, ըստ էության իրավական ժողովրդավար ցուցիչներին, միջազգային պարտավորվածություններին Հայաստանի Հանրապետության այս գործելավոճն ու ձևաչափը հակասում են, որովհետև Վենետիկի հանձնաժողովն էլ իր հերթին ուներ հստակ լավագույն վարքագծի կանոնակարգ ընտրական հարցերում, որով արգելում է ընտրություններից 1 տարի առաջ խաղի կանոն փոփոխել, այսպիսի ընտրական միջամտություններ թույլ տալ օրենսդիր մարմնին, որովհետև սա բովանդակային փոփոխություն էր թե մեր քաղաքական ուժի համար, թե կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազոր մարմնի համար, բայց այնուամենայնիվ այո որոշակի տեխնիկական խոտան առաջացավ, որովհետև հասկանում ենք, չէ, արդեն համագումար ենք հրավիրել, արդեն իրավական գործընթաց կա, արդեն հուշագիր է կնքվել, արդեն ըստ էության նախընտրական քարոզչության անգամ տեխնիկական որոշակի գործընթացներ, թղթեր եւ այլն, տպագրվել են այս անվանմամբ։ Մենք այնուամենայնիվ հաշվի առնելով, որ մեր նկատմամբ հատկապես մեզ նվիրված է այս օրենսդրական փոփոխությունները, հապշտապ այս ամենը փոփոխեցինք եւ անունը արդեն կլինի մեր քաղաքական դաշինքի Ուժեղ Հայաստան դաշինք։ Իշխանությունն էլ իր բացատրություններն ունի, բայց այդուհանդերձ, եթե անձի վրա շեշտադրումը արված է, անվանման վրա, փոփոխությունը այստեղ ինչ է փոխում ձեզ համար։ Այս փոփոխությունը նկատի ունեմ ընտրություններին գնալիս որևէ ուղերձ, որը ուղղված է ձեր ընտրողներին։ Հենց դա է խնդիրը, որ այսպիսի հապշտապ միջամտության, որևէ նորմալ բնականon կերպ դա բացատրելի չէր, բացի Սամվել Կարապետյանի անվան նկատմամբ այս իշխանության վախերից։ Էլ կռիվ տվեցին նրա նկարների հետ, կհիշեք, երբ պաստառներ էին փակցում Սամվել Կարապետյանի ապօրինի ազատազրկման արդյունքում, գնում արհեստական կերպով պոկում էին պաստառները, LED էկրանները կոտրելով տանում էին իրավապահները ու անգամ դատական ատյաններում շահած գործեր ունենք, որ դա ապօրինի գործընթաց էր։ Դրան հաջորդեց Սամվել Կարապետյանի այս ողջ ընթացքում նրա ազատության հետ կռիվն է զուգորդվում, նրա խոսքի ազատության սահմանափակումները ու ի վերջո հերթական էպոպեան էր նրա անվան հետ կռիվը, ու սա թաքցնելի չէ, որ կոնկրետ մեզ թիրախավորող նախագիծ էր, որովհետև օրենսդրական լսումները այդ ազգային ժողովում, որ ուղեկցում էր այս փոփոխությունը, ամբողջովին նվիրված էր մեզ ու գիտեք ինչն է ցավը մեր պետական բարձր ատյանը, օրենսդիր մարմնի ամբիոնը այդքան ցածրորակ խոսակցությունների վայր դարձնելն է, խոսակցություններ, որոնք իմ գնահատմամբ հարիր չեն պատգամավորին եւ օրենսդիր մարմնի ներկայացուցիչին։ Առաջ անցնելով, որոնք են գլխավոր ուղերձները ձեր դաշինքի եւ ինչ ակնկալիքով եք գնում ընտրությունների։
Մենք մեր ակնկալիքը բացարձակ հաղթանակն է, մենք ակնկալում ենք մեր քաղաքացու հայ մարդու աջակցությունը, որը արդեն ակներով տեսնում ենք, ենք աննախադեպ իրավիճակում են գտնվում, այն քիչ քաղաքական ուժերից ենք, որ կարելի է նաև թույլ տալ անհամեստորեն ասել պատմական ու համաշխարհային մակարդակով, հա, որ ընդամենը մի քանի ամսական քաղաքական ուժ են կուսակցություն ենք, բայց այս չափ հանրային աջակցություն ունենք ու այդ հանրային աջակցությունը այո նաև Սամվել Կարապետյանի անձով է պայմանավորված, որովհետև պարոն Կարապետյանը այն մեծանուն բարերարն է եղել ողջ կյանքում, որ իր ողջ ընթացքում, հա, երբ գործարար է հանդիսացել, երբեք չի դադարեցրել կապը Հայաստանի Հանրապետության եւ հայ ազգի կողքին եւ ամենախոշոր բարեգործական ընկերության ղեկավարն ու հիմնադիրն է։ Մեր հիմնական ուղերձները ու առանցքային ուղերձները ու անկյունակարը ինչու ընդհանրապես այս գործընթացի մեջ հայտնվեցինք, ձևավորվեց ի սկզբանե մեր ձևով հասարակական կազմակերպությունը, հասարակական շարժումը, այնուհետև այն վերափոխվեց ուժեղ Հայաստան քաղաքական կուսակցության թիրախում եղել է մեր ազգային արժեքների հայկական ինքնության պաշտպանությունը։ Ու այո, պարոն Կարապետյանը չընկրկեց, վերցրեց այդ վահանը, ու մեզ համար էլ պատիվ է այդ վահանը բարձր պահած առաջ ընթանալը, առաջնային ուղերձը մեր ի վերջո հանրային համերաշխությունն ու հանրային միասնությունն է, այդ միասնականության վերականգնումը, որովհետև մեր բնույթի ազգերի համար, փոքրականակ ազգերի համար, այս բաժանարար գծերը, որ տարվում են, ու ես ինձ թույլ կտամ հիմնավոր կասկած արտահայտելու, որ նաև դիտավորությամբ են տարվում, մեր նման ազգերի համար ճակատագրական են լինելու։ Մենք չենք կարող պարակտված լինել, մեր մեջ չկա սև ու սպիտակ։ Մենք հայեր ենք բոլորս ու պետք է միմյանց հանդուրժենք անկախ քաղաքական հայացքներից։ Մենք օրինակ մարզային այցեր ենք կատարում, լիովին հանդուրժելի է ու ընկալելի է, որ կան մարդիկ, ովքեր այլակարծություն ունեն։ Եվ այլակարծությունը չպետք է հետապնդվի, ինչ օրինակ մեր պարագայում իրականացվում է։ Մենք գալիս ենք միասնական համերաշխ հանրություն ունենալու ուղերձում, ամենակարևորը մենք գալիս ենք հենց այդ ուժեղ Հայաստան ունենալու ուղերձով, ուժեղ Հայաստան, որը տնտեսապես կայացած է եւ որում ոչ թե խաղաղությունը քարոզվում է չակերտավոր խաղաղություն, կասկածելի խաղաղություն, այլ ունենալու ենք իրական եւ երաշխավորված խաղաղություն եւ անվտանգություն։ Այս սրանք են մեր հիմնական ուղերձներն ու տեսլականը։ Մենք այդ մասին դեռ կմանրամասնենք, տպավորություն է, որ գլխավոր այս կետը, գլխավոր շեշտը դրված է տնտեսական բաղադրիչի վրա։ Այլ ոլորտներին եւս, ինչպես ասացիք, անդրադառնում եք ինչպես։ Պատական չէր, որ մենք սկսեցինք 5 տնտեսական քայլեր։ Ես պետքա որ ինձ մոտ ունենամ, միշտ բոլոր գրպաններումս առկա են։ Մեր առաջի առաջարկը մեր հանրությանը 5 տնտեսական քայլերն են։ Ու այս 5 տնտեսական քայլերը արագ թվեմ, հա, 300,000 նոր աշխատատեղեր համապետական մարզերով ընդգրկված 0% հարկ փոքր բիզնեսի համար, ավելի էժան դեղորայք 20% ավելի էժան, գյուղմթերման կայաններ, 20,000 մատչելի բնակարան նորաստեղծ ընտանիքների համար։ Այս 5 տնտեսական քայլերի տակ հարյուրավոր ուսումնասիրված էջեր են, հարյուրավոր գիտական մոտեցումներ են ներդրված, քննարկումներ են մասնագիտական համայնքների հետ։ Սա ընդամենը այն այցեքարտն է, այն խոստումն է, որ մենք քաղաքացուն տալիս ենք ու քաղաքացին, ով իր վստահության քվեն մեզ տալու է, գալու է պահանջատեր լինել։ Այս ամենի կատարված լինելու վերաբերյալ սա հանրային հաշվետվողականության այցեքարտն է։ Ու պատահական չէ, սրանով մենք նոր խաղի կանոն փոփոխեցինք, եթե հետևում եք հանրային դաշտը, հա, քաղաքական ուժերը փորձում են մոտավոր ձևաչափով արդեն մոտենալ, որովհետև որպես կանոն քաղաքացիները այդ նախընտրական ծրագրերը հաստափոր որ ներկայացնում են, չեն էլ ուսումնասիրում եւ զուտ խոստումային խոսքի մակարդակով մանիպուլյացիաների են ենթարկում։ Ինչու՞, որովհետև մենք այսօր այն իրողությունում ենք ապրում, երբ այսօրվա իշխանությունը, ով մեծ խոստումներ էր տվել 2021 թվականին եւ դրանից առաջ էլ, հա, 2 անգամ արդեն ստացել է քաղաքացու վստահության քվեն, ինչ ասաց վերջի ընտրություններին, ասում էր ժողովուրդ, եկեք ընտրեք մեզ, որպեսզի չկորցնենք Արցախը։ Մենք ենք հիմա Արցախի երաշխավորը, մենք ենք ինքնորոշման իրավունքի երաշխավորը։
ինչ տեղի ունեցավ։ Չկա այլևս Արցախ եւ ավելին, խախտված է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Այն քարտեզները, որ բաժանում են, անգամ այդ քարտեզները ըստ էության վերջնական չեն հենց իրենց խոսույթով, հա, որովհետեւ նույն վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս 2022 եւ 23 թվականներին խոսել էր, որ կան անկլավների հարցեր եւ այդ անկլավները ենթադրաբար չեն ներառվում իր կողմից հռչակված քառակուսի մետր տարածքում։ Երկրորդ, մենք ինչ խոստացան 18 թվականից ի վեր խոստացան սոցիալական ապահովություն, աղքատության էական նվազեցում քաղաքացիների համար։ Որևէ կերպով ոչ աղքատությունն է նվազել անգամ գոնե կրկնապատիկ չափով, ոչ սոցիալական ապահովությունն ու երաշխիքներն են ավելացել քաղաքացիների համար։ Արագ մի քանի թիվ ցույց տամ։ Եթե 2018 թվականին միջին կենսաթոշակը մարդկանց համար շուրջ 40,000 դրամ էր, իսկ նվազագույն սպառողական զամբյուղը, իսկ դա այն մարդու համար անհրաժեշտ ամսվա ընթացքում մթերքների քանակն է, հաց, ձեթ, միրգ, բանջարեղեն, 42,000 դրամ էր։ 2025 թվականի պաշտոնական տվյալներով միջին թոշակը հասել է 49,000 դրամի, բայց նվազագույն զամբյուղը, այդ մթերքների արժեքը հասել է 79,000 դրամի։ Պատկերացնում եք, չէ՞, այսինքն եթե թոշակը այսքան է բարձրացել տոկոսային վիզուալ ցույց տալով, նվազագույն զամբյուղի արժեքը թանկացումների արդյունքում ըստ էության կրկնապատկվել է։ Այսինքն միջին թոշակ ստացող մարդը անգամ այդ մթերքները իրան ամսվա ընթացքում թույլ չի կարող տալ գնել։ Էլ խոսենք դեղամիջոցների մասին, կոմունիկացիոն անհրաժեշտությունը եւ այլ առաջին անհրաժեշտության պարագաների մասին։ Հետևաբար մենք պատահական չէր, որ այստեղից սկսեցինք, ու պատահական չէր, որ նաեւ չենք թողել սա նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկին, հա, օրինակ մայիսի 8-ից սկսվելու է պաշտոնական քարոզչությունը, մենք դեռևս փետրվարից արդեն մեր տնտեսական քայլերը ներկայացրել ենք։ Նպատակը հիմնական հետևյալն է, որ քաղաքացին հասցնի ծանոթանա հարցադրումներ առաջացնի, քաղաքացին հասկանա, որ մենք պատկերացնում ենք տնտեսությունը չէ այսօրվա առաջնահերթությունը։ Առաջնահերթությունը մեզ ու կարծում եմ մեր քաղաքացիների համար անվտանգային երաշխիքներն են, բայց այդ անվտանգային երաշխիքները տալու ու ապահովագրելու համար այս ուժեղ տնտեսությունն է, պետության հենասյունն ու գրավականը։ Տիկին Մելոյան, այս պետությունում բազմաթիվ ընտրություններ են եղել այս տարիների ընթացքում եւ հասարակությունը տարբեր խոստումներ է լսել։ Հիմա դուք էլ ասում եք, քննադատում եք ձեր հակառակորդներին եւ ինչքանով եւ ինչպես պիտի վստահ լինի հասարակությունը, որ դուք այնինչ խոստանում եք, դրանք իրականացնեք։ Հիմնական երաշխիքը կանում է նրանում, որ մեր առաջնորդը, պարոն Կարապետյանը, պատահական չասցի, հա, մենք աննախադեպ ենք կարգավիճակով, որովհետև գրեթե երկրորդ օրինակ կարծում եմ նաև աշխարհում չկա, որ կարող է մարդը այս կարճ ժամանակահատվածում դառնալ առաջնային ֆավորիտը հանրության համար։ Այդ պատահական չէ, որովհետև պարոն Կարապետյանը ինչքան էլ ասում ենք, հա, որ քաղաքական գործընթացների մեջ նորեկ է, բայց հետագից ունեցող այն մարդն է, որ այս բոլոր խոստումներում արդեն փորձառություն ունի։ Մենք այն քաղաքական ուժն ենք, որ չենք գալու նոր սովորենք ինչպես անել այս ամենը։ Մենք արդեն արել ենք այս ամենը։ Պարոն Կարապետյանը ըստ էության մի փոքր պետություն ստեղծել է իր անձնական միջոցների, անձնական հմտությունների շնորհիվ ու այն բացառիկային է, որ աշխարհի մակարդակով, հա, այդ Forbes-ի ցուցակում հայտնվել աշխարհի 200-յակում ամենաֆինանսապես կայացվածների հայտնվելը, ընդհանրապես ֆինանսական կարողության մասին չէ, դա մարդու բացառիկությունն է ընդգծում, հայ մարդու բացառիկություն, այն հայ մարդու, ով ծնվել է Հայաստանում, Տաշիր գյուղում, սովորել է հայկական դպրոցում, սովորել է հայաստանյան բուհում եւ գնացել է աշխարհում, դարձել է առաջամարտիկ ու առաջատար։ Այս մարդը այս ամենի փորձառությունը արդեն ունի կառավարչական բացառիկ հմտություններ, ունի այս բոլոր տնտեսական առաջարկները գործնականում իրականացրած ու բնականաբար Հայաստանում չկա այդ երկրորդ մարդը, ով կարող է այս խոստումները տալ ու արդեն փորձով կատարել է դրանց մեծամասնությունը։ Մի բան է գործարար լինելը հաջողակ եւ մի բան է քաղաքական փորձառությունը։ Ձեր դեպքում կարծում եք, որ դրանք համատեղելի են եւ կարող են նա նրան օգնել, ճիշտ եմ հասկանում։ Ոչ միայն նա նրան օգնել, այո, ընդհանրապես
ամենամեծ առաջնահերթությունը, որ մենք այսօր գիտեք ինչ կրկին ասեմ, հա, ինչու ոչ չխուսանավենք ողբերգական իրականություն ենք հայտնվել, որ երկրում քաղաքական գործիչները, քաղաքական ուժերը, հա, մեկ տեղում են անընդհատ իրար բախում են առաջացնում տարբեր պետությունների շահեր, մեկը ռուսամոլ է, մեկը ռուսաֆոբ, մեկը արևմտամոլ է, արևմտաֆոբ։ Սամվել Կարապետյանը ու մեր քաղաքական ուժը, իմ գործընկերները եւ անձամբ ես մարդիկ ենք, ով մեզ կաշկանդում ու առաջնորդվում ենք հայկական շահով։ Ու կրկին պարոն Կարապետյանը, կրկին ասում եմ, ունի գործարարի բացառիկ հմտություններ, մարդու ընդհանրապես որպես մարդ բացառիկ հմտություններ եւ ամենակարևորը իր կյանքով ու հետագծով ապացուցել է, որ նա սիրում է Հայաստանի Հանրապետությունը ու սիրում է հայ մարդուն։ Նա հայկական շահով առաջնորդվող բացառիկ մարդ է ու այո, հենց դրանով էլ նա համոզված եմ, որ լինելու է բացառիկ վարչապետը, որ մեզ օգնելու է դուրս գալ այս բոլոր դժվարին կացություններից, որին մենք առերեսվել ու հայտնվել ենք այսօր։ Հիմա իշխանություններն ասում են, որ օրենսդրությունը թույլ չի տալիս, որ Սամվել Կարապետյանը դառնա վարչապետ, երբ որ այսպես ասում եք, արդյոք լուծվել է այդ օրենսդրական խնդիրը։ Իհարկե, մենք որևէ կերպ չենք հերքել, որ կան որոշակի խութեր եւ կրկին, հա, մեր հիմնական ворթեգրած մոտեցմանը հավատարիմ մնալով, փետրվարի 12-ին կուսակցության հիմնական առաջին շնորհանդեսի ժամանակ բաց թափանցիկ կերպով, բաց ճակատով ազնվորեն մեր քաղաքացիներին ասեցինք, որ պատահական չէր, որ նաև Սամվել Կարապետյանն է մեր կուսակցության վարչապետի թեկնածուն, որովհետև դա մեր որոշումը չէ, դա միայն պարոն Կարապետյանի որոշումը չէ, դա հանրային պահանջ է։ Քաղաքացիները ուզում են որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ տեսնել Սամվել Կարապետյանին, եւ Սամվել Կարապետյանի վարչապետ դառնալու ճանապարհին կա երկու սահմանադրական խութ։ Մենք ու դա նաև մեր առաջարկը միայն չէ։ Հաշվի առնելով այդ խոչընդոտները, բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել ակադեմիական համայնքի հետ, սահմանադրագետների հետ հեղինակավոր, ու ոչ միայն ներհայկական, այլև միջազգային փորձագետների։ Եվ առաջարկում ենք, եթե մեր քաղաքացին հայ մարդը ընտրական իրավունք ունեցող քաղաքացին մեզ տալիս է իր մեծամասնական վստահության քվեն, մենք բերելու ենք սահմանադրական փոփոխության նախագիծ, ասեմ ավելին։ Մայիսի 8-ից հետո այդ նախագիծը հանրությանը ներկայացնելու ենք։ Ազգային ժողովում այլևս 2015 թվականից հետո մեր սահմանադրությունը փոփոխել է երկու եղանակով։ Մեկը հանրաքվեն է, մյուսը ազգային ժողովի կողմից փոփոխելիությունն է, որը մի անգամ 2020 թվականին մենք տեսանք, հա, քաղաքացիական պայմանագիրը պրակտիկորեն կիրառեց։ Ինչ ենք առաջարկում, մի հոդված կա 148-րդ հոդվածը, որը նախատեսում է, որ ազգային ժողովի падգամավորի համար ներկայացված պահանջները կիրառվում են նաև կառավարության անդամների վրա, ովքեր են վարչապետը, փոխվարչապետը, նախարարները։ Մենք ընդհանրեն այդ 148-րդ հոդվածը փոփոխելու ենք նոր պահանջներ սահմանելով, բայց վարչապետ Սամվել Կարապետյանը, ինչպես ինքը հայտարարել է, լինելու է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի մեկ, եւ երկրորդը ստացվում է, որ մենք այս տեխնիկական փոփոխելի մի նախադասության հոդվածը դնում ենք հիմա հանրաքվեի։ Մենք ինքնուրույն չենք որոշում փոխել այն թե չէ։ Մենք չենք թաքցրել, մենք չենք քողարկել, մենք չենք մանիպուլացրել ժողովրդին։ Մենք ասում ենք հայ մարդ, եթե վստահում ես մեզ, ինքդ կայացրու որոշումը, քո քվեով վավերացրու այս սահմանադրական փոփոխությունը, որը հնարավոր է ազգային ժողովի կողմից։ Քանի որ մենք շատ ժամանակ չունենք, թերևս վերջին հարցը, հա, ում հետ եք պատրաստ համագործակցել հետընտրական շրջանում եւ ձեր ուղերձը։ Մեր համակարգող ղեկավար Նարեկ Կարապետյանը ներկայացրել է բազմիցս մեր համագործակցելիության եզրերը։ Մենք ունենք մեր կարմիր գծերը, մեր պատկերացումները, մեր մոտեցումը հետևյալն է, որ այլևս պետք է նոր թարմ պրոֆեսիոնալ ուժերի հետ համագործակցության գնանք, այն ուժերը, ովքեր ունեցել են իրենց ներդրումը, փորձառությունը Հայաստանի Հանրապետության կառավարման գործում, իրենց շնորհակալ ենք թե իրենց դրական անելիքների եւ արածների համար ու պատմությունը, հա,
երկուստ թե դրական եւ թե բացասական տեսանկյունից կտա գնահատական այլ բոլոր ուժերին։ Մենք փորձելու ենք ստեղծել մերիտոկրատ տեխնոկրատներով կառավարություն, ներառել համասփյուռ լավագույն մասնագետներին մեր պետության կայացման գործընթացում, որովհետեւ կրկին ընդգծեմ, հիրավի լրջագույն մարտահրավերներ կա, ըստ էության պետական կառավարման համակարգում լուրջ խնդիրներ կա ու ավելին ասեմ, ամենամեծ խնդիրները մեր անվտանգային հարցերում են։ Շնորհակալություն Տիկին Մելոյան, ես հիշեցնեմ իմ զրուցակիցը Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանն է։